Գործող օրենքով 7 և բարձր տարիքի աշակերտներն ուսումը սկսում են համապատասխան տարիքային խմբի դասարանից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկած փոփոխությամբ բացառություն է արվել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցողների համար։ Գնահատման արդյունքում նրանք կարող են ընդգրկվել իրենց տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այսինքն 7 տարեկանները առաջին, 8 տարեկանները երկրորդ դասարանում։ Մենք ունենք նաև երեխաների մի խումբ, որոնք օբյեկտիվ պատճառներով կարող են ուշ դպրոց գալ իրենց զարգացման առանձնահատկություններով պայմանավորված, եւ մենք նախաձեռնեցինք այս փոփոխությունը, որը արդեն հաստատվել է, խոսքը վերաբերում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, որոնք ունեն մտավոր զարգացման արտահայտված խնդիրներ։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնողը պետք է դիմում ներկայացնի դպրոցի տնօրենին, որի հիման վրա մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները կգնահատեն երեխայի կարողությունները։ Եթե եզրակացության մեջ կնշվի, որ երեխան ունի մտավոր զարգացման խանգարումով պայմանավորված 3-րդ կամ 4-րդ աստիճանի աջակցության կարիք, սա կրկին ուզում եմ շեշտել, որ մտավոր զարգացման հիմնականում արտահայտված խնդիրներ ունեցող երեխաների մասին է խոսքը։ Այդ դեպքում արդեն եզրակացության հիման վրա դպրոցը կարող է երեխային տեղափոխել առաջին դասարան։ Իսկ եթե աշակերտը այնուամենայնիվ շարունակի ուսումը բարձր դասարանում, ապա դասվարը դպրոցի հոգեբանն ու աջակցության կենտրոնի մասնագետը հավելյալ կաշխատեն նրա հետ ցածր դասարանի ծրագիրը լրացնելու համար։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխան այդ տարիքային խմբում ճիշտ աջակցության դեպքում շատ արագ կարող է յուրացնել այդ ամենը։ Եվ կարծում ենք դպրոցի եւ ծնողի համատեղ ջանքերի արդյունքում կկարողանան արագ այդ հարցը կարգավորել։ 7-ից 8 տարեկանների համար դպրոցի ընդունելությունը չի իրականացվում height.emis.am համակարգով։ Ծնողը պետք է անձամբ այցելի դպրոց եւ դիմում գրի։ Իդեպ առաջին դասարանցիների ընդունելության մեկնարկից ի վեր էլեկտրոնային համակարգում գրանցվել է 15000-ից ավելի ապագա աշակերտ։ Արամ Մանանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։